Բարև ձեզ բարեկամներ, վերհուշ ծրագիրը կրկին եթերում է և իհարկե դուք սպասում եք մեր այն հյուրին, ով մեր առաջին շատ ցանկալի հյուրերից մեկն է լինելու, իսկ այդ անձնավորությունը մեր շատ սիրելի արվեստաբան Մարտիրոս Սարյան տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆիա Սարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սոֆիա, շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, ես պիտի ասեմ, որ ձեր Գերդաստանի հետ շատ հաճելի հուշեր ունեմ կապված հատկապես հայրիկի և մայրիկի, ում հետ բախտ եմ ունեցել ժամանակին և շփվել և անգամ հաղորդումներ պատրաստել։ Եվ հիմա այդ ավանդույթը շարունակում եմ նրանց տեսնել մի հրաշալի չքնաղ անձնավորության հետ, ինչպիսին Սոֆիա Սարյանն է։ Նախ ինչպես եք։ Լավ ենք և ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի։ Գիտեք, միշտ ձեր Գերդաստանի մասին խոսելուց մենք պիտի շատ շնորհակալ լինենք Աստծուն, որ ունենք նման Գերդաստան, որտեղ աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանը և նրա Գերդաստանի մյուս անդամները մեծ ավանդ ունեն հայ մշակույթի զարգացման գործում և ձեր հայրիկը կոմպոզիտոր Լազար Սարյանը և ձեր մայրիկը մեր շատ սիրելի Արաքսի Սարյանը այն անձնավորություններն են եղել, ովքեր միշտ արել են ամեն ինչ հանուն հայ մշակույթի վաղվա օրվա։ Եվ դրանց ստեղծած ավանդույթները դուք շարունակում եք, ինչպես երևում է ձեր Գերդաստանը մշակույթի ոլորտից չի հեռանում։ Չէ, որովհետև հենց այդ պատասխանատվությունը կա, այդ ամեն ինչը պահպանել, շարունակել, որովհետև միշտ անհրաժեշտություն կա այդ ամբողջ այդ ժառանգությունը և գրանցել, և պահպանել, թե թանգարանում, թե ընդհանրապես նաև հանրահռչակել, և ես իհարկե պատահաբար չի, որ զբաղվեցի այդ գործով, որովհետև դա հայրիկիս խորհուրդն էր, ես էլ էի երաժշտություն սովորում, բայց երբ ավարտեցի Չայկովսկու դպրոցը, որտեղից բոլորը գնում էին կոնսերվատորիա, շատ խիստ ինձ լսեց և ասեց դու լավ կլինի համալսարան գնաս, սովորես լեզուներ և աշխատես թանգարանում, որովհետև հայրս և ես ստեղծել ենք և այդ ժառանգությունը պետք է պահպանել։ Ասեց մենք փոքր ժողովուրդ ենք, պետք է իմանալ օտար լեզուներ, որպեսզի ներկայացնել աշխարհին այն, ինչ որ ստեղծել ենք։ Դե ես գիտեմ, թե որքան արտերկրից եկած տուրիստներ են գալիս Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և իհարկե նրանց հետ պետք է խոսել իրենց մայրենի լեզվով։ Անշուշտ։ Այդ բանը հայրիկս շատ սուր զգաց, երբ 70-ականներին հնարավորություն ստեղծվեց հյուրախաղերով արտասահման մեկնել, և այդտեղ նա զգաց, թե ինչ դժվար է, երբ չգիտես օտար լեզու։ Դրա համար նա հետևում էր, որ ես 5 տարեկանից սովորել եմ անգլերեն և իսկապես դա շատ ճիշտ որոշում էր, որովհետև հետո երբ սկսեցի թանգարանում աշխատել, արդեն 90-ականների սկզբից իսկապես շատ էին գալիս այն ժամանակ մանավանդ Ամերիկայից և մեծ անհրաժեշտություն էր լեզուն իմանալ, որտեղ իրենք շատ ոգևորվում էին, շատ խանդավառվում էին, որ անգլերեն իրենց հետ շփվող կա, իրար փոխանցում էին և ուրեմն անընդհատ գալիս էին այդ շրջանում, ես երևի թե օրը մի 5-6 անգամ անցկացնում էի էքսկուրսիաներ, բայց տարբեր լեզուներով անհրաժեշտ էր իմանալ անշուշտ և մայրենին, և ռուսերենը, անգլերեն և ֆրանսերեն էլի, ամարտեցի համալսարանը, հայրս ասեց հիմա էլ ֆրանսերեն, պիտի սովորես, որ ես հանգիստ լինեմ։ Դե հայերեն, անգլերեն, ռուսերեն, 4 լեզու հանգիստ տիրապետում եք, դա բավական է, որ տուրիստների հետ շփվես։ Այո։ Սոֆիա, ես պիտի ասեմ, որ այսօր մեր տեսադարանից մենք ցուցադրելու ենք մի շատ հետաքրքիր հարցազրույց, մի հաղորդում նվիրված մայրիկիդ Արաքսի Սարյանին, մեր հրաշալի աշխատակցի դաշնակահար միջազգային մրցույթների դափնեկիր
երաժշտագետ Մարինա Գևորգյանի մատուցմամբ շատ ինքնատիպ մի հարցազրույց եւ կարծում եմ թե դուք թե մեր ունկնդիրները այսօր մեծ բավականություն կարող են ստանալ այդ հաղորդումից հիշողությունների գիրկը վերադառնալը իհարկե դա միշտ էլ հաճելի առավել եւս եթե կա կենթանի հիշողություն տեսանյութ իսկ մեր ծրագիրը վերհուշը այդ հնարավորությունը տալիս է հիմա առաջարկում եմ դիտենք հատվածներ Մարինա Գևորգյանի պատրաստած հաղորդումից որից հետո կրկին վերադառնանք տաղավար եւ շարունակենք Այո, սիրով դիտենք Ուրեմն սիրելի բարեկամներ դիտեք մոտ 25 տարվա վաղեմություն ունեցող մի տեսանյութ ինչը կարծում եմ ձեզ մոտ էլ կարող է հաճելի հուշեր արտացնել Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում էլիտար շրջան հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է հայտնի երաժիշտ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 80-ամյակին։ Այժմ մենք գտնվում ենք նրա հոր հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, որտեղ կզրուցենք Ղազարոս Սարյանի կնոջ երաժշտագետ Արաքսի Սարյանի հետ։ Բարի երեկո, Տիկին Սարյան։ Բարի երեկո։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ մասնակցում եք մեր հաղորդմանը։ Տիկին Սարյան, չէիք պատմի, թե ինչպես եք հանդիպել Ղազարոս Սարյանին։ Ես Ղազարոս Սարյանի երկրորդ կինն եմ, նրա առաջին ամուսնությունը տեղի ունեցել 1943 թվականին ռազմաճակատում։ Իր առաջին կինը իր համագնդեցիներից մեկն էր այն աղջիկներից, որոնք կամավոր Սիբիրից եկել էին մասնակցելու ռազմաճակատին։ Առաջին ամուսնությունից նա ունի 3 զավակ։ Բաժանումից հետո իր առաջին կնոջից նա ինքը որոշեց երևի ամուսնանալ ինձ հետ։ Նա իմ ռեկտորն էր, ես ավարտեցի նրա ռեկտորության ժամանակ, իսկ ես էլ նրան ծանոթ էի երևի իմ գործունեությամբ ուսանողուհի եղած ժամանակներում եւ անկեղծ ասած ինձ համար շատ անհարմար եղավ եւ այդ լուրը առա, որ
մտածում է ամուսնանալ ինձ հետ, բայց պետք է ասեմ, որ ամեն ինչ ընթացավ բավական բնական եւ ինձ համար երևի շատ գեղեցիկ ձևով։ Տիկին Սարյան, իսկ ինչպիսին էր մաեստրոն տանը։ Գիտեք, այն մարդիկ, որոնք ճանաչված են հասարակության մեջ, ոչ միայն ինքը, այլ նաեւ իր հայրը, բարդությունն առնում է, որ ընտանիքում տան մեջ հարկիտ տակ նրանք բնական, սովորական մարդիկ են եւ եթե ունեն բարոյական այն սկզբունքները, որով որ առաջնորդվում են ընդհանրապես հասարակության մեջ, մարդկանց փոխհարաբերությունների մեջ, դա նաեւ իրականանում է, այսինքն այդպես էլ ընթանում է եւ ընտանիքում։ Ղազարոսը շատ ուշադիր մարդ էր, նախ մեծ ուշադրությունն էր դեպի իր ծնողները եւ պատահական չէ, որ շատ հաճախ գրվում են մասին, որ Մարտիրոս Սարյանի երկարակեցության մեջ բավական կարևոր է եղել նրա հոգատարությունը, վերաբերմունքը, ուշադրությունը, նույնիսկ բժշկական կարողությունները հասկանալու թե երբ պետք է գա օգնության, շատ է սիրում իր մորը Լուսիկ Լազարևնային եւ իր հորաքրոջը, որտեղ նա էլ էր մեզ հետ ապրում, մեծ հարգանքով է վերաբերվում նրանց, շատ սիրում էր զավակներին եւ շատ էր սիրում ներդաշնակ ապրել առանց կոնֆլիկտների, աշխատում էր միշտ բացատրել, որ հարկ չէ, այսպես ասած, կոնֆլիկտային սիտուացիա ստեղծել, շատ հետաքրքիր որ սիրում էր կենցաղում մասնակից լիներ, սիրում էր շուկա գնալ ինքը, նույնիսկ խոհանոցում կարող էր երևալ, այդ ես էի, որ արգելում էի եւ խնդրում էի, որպեսզի իրեն խոհանոցում չտեսնեմ, որովհետեւ իսկապես ստեղծագործող մարդ էր եւ ես գտնում էի, որ նա պետք է զբաղվի իր այն կարևոր գործով, ինչին կոչված է։ Իսկ դժվար չէր, երբ ընտանիքում երկու նմանատիպ մասնագիտության տեր մարդիկ են։ Անտարակույս դժվար էր եւ ամեն ինչ պետք է ենթարկվեր ստեղծագործող մարդկանց, այսինքն ենթարկվել կնշանակի հարմարություններ պետք է ստեղծվեին, որպեսզի իսկապես ստեղծագործող մարդիկ զբաղվեին իրենց գործով։ Ես ձեզ պետք է ասեմ, որ նույնիսկ Ղազարոսը ենթարկվում էր եւ ամեն ինչ անում էր, որպեսզի հոր համար պայմանները լինեն բնական, որպեսզի նա կարողանա շարունակել աշխատել, որտեղ պատկերացնում եք 90-անց վարպետը ամեն առավոտ վեր էր կենում, հագնում իր խալաթը, նկարչի խալաթը եւ անպայման պիտի բարձրանար արվեստանոց, ասելով թե պետք է աշխատել։ Այնպես որովհետեւ դրանք բերում էին ստեղծագործական շունչը տուն, դրա համար մենք էլ պարտավոր էինք ստեղծել այն ամենը, որպեսզի եւ նկարչությունը վերևում տեղի ունենար եւ երաժշտությունը ինչեր համապատասխան սենյակում։ Աշխատավոր մարդն է լավագույնի ստեղծողը։ Պետք է մեծ հարգանքով վերաբերվել աշխատող մարդուն։ Պետք է աշխատել մարդու մեջ, տեսնել լավը։ Տիկին Սարյան, իսկ նպաստել է արդյոք Մարտիրոս Սարյանը որդու երաժշտական ունակությունների ի հայտ գալուն։ Գիտեք, կներեք հարցը թերևս այնպես չէ, որ ես կարողանամ ուղղակի պատասխանել, նպաստելը որն է տունը Սարյանների
ստեղծագործ տուն էր եւ պատահական չէ որ դարձյալ դիմեմ նրանց, որոնք գրում են այդ մասին, որ 20-ական թվականներին սա մշակույթի կենտրոն էր, ուր գալիս էին շատ նշանավոր մարդիկ, գրողներ, ճարտարապետներ, նույն Չարենցներ հաճախ լինում էստեղ, Շիրվանզադեի ընտանիքից էին ներկայ, եւ շատ-շատեր անունեն առանձին Թամանյանի հետ շատ սերտ կապեր կային։ Նրանք Հայաստանը կառուցողներից էին եւ հավաքվում էին քննարկելու, որոշարկելու իրենց անելիքը եւ այդ մթնոլորտում մեծանցել է Ղազարոսը իր եղբոր հետ, Սարգիսի հետ, որը բանասեր էր, նույնպես բավական ճանաչված։ Իսկ ուղղակի երաժշտական կարողությունները կամ ունակությունները ես կարծում եմ գալիս էր իր մայրական կողմից, որովհետև մայրը, որ Ղազարոս աղանի դուստրն էր, շատ լավ երգել գիտեր եւ շատ երաժշտական էր, հրաշալի ձայն ուներ, իսկ քերին իր մոր եղբայրը բավական հայտնի երաժշտագետ Մուշե Ղաղայանն էր, որից շատ երգեր է սովորել Ղազարոսը եւ հաճախ պատմում է, որ 3 տարեկան հասակում մոր նվագակցությամբ ինքը նույնիսկ արյաներ է երգել օպերաներից եւ այդ պատճառով ունենալով եւ նկարչական կարողություններ եւ երաժշտական հայրը Մարտիրոս Սարյանը խորհուրդ է տվել զբաղվել երաժշտությամբ, ասելով, որ ինչքան էլ դառնա ինքնուրույն, միևնույն է քննարկման ժամանակ նրա գործը պիտի ասեն, որ միշտ գտնվում է իր հոր Մարտիրոս Սարյանի ազդեցության տակ արվեստի։ Այնպես որ երևի միասնական է կուտակվել նրա էության մեջ ստեղծագործական տան, այսպես ասած, խնդիրները եւ կարողությունները։ Տիկին Սարյան, կարող եք պատմել մեր հեռուստադիտողին մի հետաքրքիր դեպք Սարյանների ընտանիքից։ Գիտեք ինչ, ոչ թե մի, այլ բազում են հետաքրքիր դրվագները, որովհետև բաց դռներով տուն էր եւ Մարտիրոս Սարյանի արվեստը շատ մեծ հետաքրքրություն էր առաջացնում մարդկանց շրջանակներում, հատկապես Հայաստան եկող օտարազգիների կամ մեր հայրենակիցների նշանավոր մարդկանց եւ նրանք հաճույքով գալիս էին մինչեւ թանգարանի բացումը եւ կառույցը եւ այդ ամբողջ անցուդարձը, ինչը հիմա տեղի ունենում, ասենք թանգարանում, դա տանն էր տեղի ունենում եւ ամեն մի եկողի կամ այցելուի կամ բարեկամի հետ տարբեր տեսակի դեպքեր էին տեղի ունենում, իրենք հաճախ էին հիշում, անկեղծ ասած ես չեմ կարող դրանցից մեկը հիմա առանձնացնելով պատմել, պատահում է, որ որոշակի ժանրով պահանջում են հուշեր գրել կամ թե չէ հեռուստացույցությամբ են պահանջում, որ եւ այդ ժամանակ կենտրոնանում ես եւ կարողանում ես առանձնացնել այդ ամբողջ պանորամից հուշերի, հանդիպումների, դեպքերի եւ ուրեմն ներկայացնել հեռուստադիտողին։ Նույն հիշողության մեջ մի դեպք բավական մնացել էր տարիներ առաջ Մարտիրոս Սերգեյիչ արդեն եկավ Ամերիկայից մի մարդ, հիմա լավ անունը չեմ հիշում, վերջերս գրված էր նրա մասին, նվիրեց իր մոտ եղած նկարը, բերել է նվիրելու ինտերիեր էր դա եւ կախված է վերևում թանգարանում։ Մենք ինչպես միշտ ընդունված էր մեր ընտանիքում ճաշի հրավիրեցինք, գնալիս ասեց, որ շուտով իմ մասին մեծ լուր պիտի առնիք եւ մի քանի Ջանիկյան էր ազգանունը, վերջերս գրվեց նույնիսկ դրա մասին, հետո մի քանի ամսից իմացանք, որ նա լինելով գաղթահայ, ուրեմն սպանել էր թուրքական դեսպանատան աշխատողներից մեկին, թե ինչ-որ մեկին, որպեսզի այն տարիների իր տառապանքների վրեժը մի կերպ հանել նրանից, այդ մասին շատ գրվեց, վերջերս էլ դրան անդրադարձան եւ այդ մարդը մինչեւ հիմա իմ այսպես հիշողության մեջ երևում է, որտեղ գնալիս հետաքրքիր մի գլխարկ ուներ հագած եւ գնալիս դրան մոտ ասեց շուտով իմ մասին մեծ լուր պետք է առնիք, իսկ դրանից առաջ ինքը իր պարտականություններից մեկը կատարել էր, որ բերեց եւ Սարյանի նկարներից մեկը, որ ուներ, նվիրեց թանգարանին։ Տիկին Սարյան, իսկ կան արդյոք չիրականացված երազանքներ, ծրագրեր, որոնց մասին երազել եք միասին, բայց այժմ իրականացնում եք ինքներդ։ Ղազարոսը շատ էր երազում նստել եւ զբաղվել միայն իր ստեղծագործությամբ, ստեղծագործական աշխատանքով, որովհետեւ նա բավական ժամանակ էր տրամադրում հասարակական գործունեությանը եւ
26 տարի ղեկավարելով կոնսերվատորիան նա ամբողջովին նվիրված էր այդ գործին եւ իր մեծագույն երազանքը զբաղվել միայն ստեղծագործությամբ եւ ես աշխատում էի ամեն բան անել որպեսզի դա համատեղվեր եւ ինքը հանդես գար նոր ստեղծագործություններով, որտեղ շատ հետաքրքիր եւ բովանդակալից խնդիրներ էր լուծում նա իր ստեղծագործությունների մեջ եւ իր իրականանալի երազանքը, որ նույնիսկ հիվանդ ժամանակ պարկած անկողնում ինչի ինձ միշտ շատ ցավ է պատճառում, երբ որ հիշում եմ, ասում էր, որ ես որտեղ չգրեցի ինչքան որ պետք էր, չստեղծագործեցի այնքան դրա համար էլ ես այսպես տարաբալից էր հիվանդությունը, այդ դրան շատ էր անդրադառնում Իսկ ինչ վերաբերում է, որ ես ինչ եմ իրականացնում, ես փոքր եմ համարում ինձ իրականացնելու այն մտահղացումները կամ իր խնդիրները, իմ խնդիրն է, որպեսզի նրա ստեղծագործությունները հնչեն, կատարվեն, որովհետև այդ ստեղծագործություններում ինքը ամբողջովին ինքն է եւ շատ հետաքրքիր ստեղծագործող է կոմպոզիտոր եւ իր համեստության պատճառով ժամանակին նա չանցավ այն ճանապարհը, որին ինքը արժանի էր, որտեղ ավելի զբաղված էր տարբեր ուրիշներին վերաբերող եւ հատկապես հասարակական գործունեությանը վերաբերող խնդիրներին, կուզեմ, որ հնչի նրա ստեղծագործությունները կատարվեն, որոնք կարող են բերկրանք եւ գեղարվեստական վայելքներ բերել ունկնդիրներին։ Տիկին Սարյան, ինչպես քիչ առաջ շեշտեցիք, որ Ղազարոս Սարյանը 26 տարի ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, նա նաև մեծ լումա ունի երիտասարդ ստեղծագործողների գործում, ի նպաստ հայ երաժշտության, ինչ կպատմեիք այդ մասին։ Գիտեք, նա ռեկտոր դարձավ 60 թվին, ես այդ տարի ավարտում էի եւ մինչեւ 86-ը ղեկավարում էր կոնսերվատորիան, դա իր պահանջով չէր այդ աշխատանքը, բայց որովհետև ոչ թե խնդրել, այլ նրան առաջարկելով ասել էին, որ խնդիրներ կան, որ հիմա պետք է լուծվեն կոնսերվատորիայում եւ նա դա հանձն առավ։ Բայց համարելով, որ դա իր կոչումը չէ, նա զարմանալի պատասխանատվությամբ, իսկական երաժշտի պատասխանատվությամբ էր վարում իր գործը, համարելով, որ կոնսերվատորիան դա երիտասարդների տեղն է, որ պետք է զբաղվել նրան ճանապարհ տալով եւ գիտեր անձամբ անուն ազգանով բոլոր ուսանողներին, բոլորի հոգսերը, բոլոր աշխատողներին ամբողջովին նվիրում էր նրա ուրեմն գործունեությունը կոնսերվատորիայում եւ իհարկե մեծագույնը դրա մեջ փոխհարաբերությունն էր երիտասարդների հետ, դրանք լինեին թե կոմպոզիտորներ, թե կատարողներ, բոլորին գիտեր հետևել, ընդունելության քննություններից սկսված մինչև նրանց քայլերը դեպի իրենց արժանի բարձունքները։ Ես հիմա կազմեցի մի գիրք, որը կոչվելու է Ղազարոս Սարյանը եւ նրա ժամանակ, այնտեղ տեղադրվում են իր մասին գրված հոդվածներ, իր հոդվածները, հուշերը նրա մասին եւ այդտեղ լեյթ թեմայի նման անցնում է նրա փոխհարաբերությունը, նրա վերաբերմունքը դեպի երիտասարդ ստեղծագործողները եւ երիտասարդ կադրերը եւ պետք է ասեմ, որ ինչպես Տիգրան Մանսուրյանը նրա լավագույն ուսանողներից մեկը նշում է, որ կոնսերվատորիան ավարտող ստեղծագործողներից յուրաքանչյուրը ստացել է իր մասը նրա ուշադրությունից եւ պրոֆեսիոնալ գիտելիքներից, այնպես էլ ես եմ կարծում եւ ուզում նշել այդ մասին, որ նա ունենալով իր անձնական, այսինքն մասնագիտական դասարանը գործիքավորման եւ ստեղծագործական, նա միևնույնն է գիտեր օգտակար լինել բոլոր նրանց, որոնք որ կուզեն գիտելիքներ ստանալ երաժշտանոցում։ Դիտեցինք, ես զգացի նույնիսկ որ դուք մի պահ ուզվեցիք, որտեղ հաճելի ակնթարթներ ապրեցիք, այ ինչ տպավորություն է թողնում ամեն անգամ, երբ առիթ է լինում վերհուշ տարբերակով դիտել այսպիսի ժապավեններ։ Մայրիկս անշուշտ հետևում էր, որպեսզի նման նյութերը մեզ մոտ պահպանվեն, արխիվացնում էր եւ
ինչպես ինքը սիրում էր այդ խոսքը օգտագործել խտասալիկների վրա, այդ ամենը մեզ մոտ պահպանվեց եւ ես մի քանի անգամ իհարկե դիտել եմ, որպեսի բաց չթողնեմ այն կարևոր ինֆորմացիան, որ ինքը գուցե թե ինձ անձամբ չի հասցրել փոխանցել, բայց դիտել եմ, որպեսի այդ բոլոր մանրամասները կարողանամ ես էլ տիրապետել եւ ժամանակին իմ կողմից ներկայացնել եւ իհարկե հենց այս հաղորդման շնորհիվ Մարինա Գևորգյանի հետ շատ մտերմացանք հետագայում միշտ երևի դա հիշելով շատ ջերմ շփվում էինք մանավանդ որ ինքը արդեն աշխատում էր Կոմիտասի թանգարանում այդպես միշտ ինչ որ հարազատի զգացմունքով ենք իրար հանդիպում եւ պատճառը հենց այդ հաղորդումն է Իհարկե ամեն մի հաղորդում ունի իր ունկնդիրը բայց Արաքսա Սարյանի հետ արած այս հարցազրույցը իհարկե շատ հետաքրքրում է նաև այն անձանց, ովքեր մոտիկին ճանաչել են ձեր մայրիկին։ Ես հասկանում եմ, որ իհարկե ժողովությունները միշտ էլ հաճելի ակնթարթներ առաջացնելուց բացի նաև ափսոսանքի զգացմունք են առաջացնում, որ չկան այդ մարդիկ այլևս։ Իսկ նրանց կարիքը իսկապես միշտ կա։ Իսկապես անփոխարինելի անձնավորություն էր մայրս, որովհետև Սարյանների տանը ինքը կարողանում էր եւ պահպանել օջախը իրավանդենով, քանի որ պատրաստում էր որոշ ուտեստներ, որը տատիկներ պատրաստում Լուսի Լազարևնան եւ Սարյանի քույրը Եկատերինա Սերգեևնա թխում էր այդ կուլիչը, որ դեռ Նախճեվանից, նոր Նախճեվանից էին իրենք բերել որպես Ռոստովից, որպես ավանդ եւ ամեն ինչ կարողանում էր այդպես պահպանել դրա համար էլ նաև ինձ էր սովորեցնում այդ արժեքները արժևորել, պատասխանատվություն կրել, աշխատել նաև արխիվի հետ Սարյանի, որովհետև նախքան ամբողջ այդ նյութերը բարձացան թանգարան, դրանք գտնվում էին տան մեջ եւ անհրաժեշտ էր կարգավորել, դասավորել, լուսանկարներ, փաստաթղթեր, նաև մի ամբողջ թղթապանակ Սարյանի հուշերի, նաև բանաստեղծություններ իրեն նվիրված, այդ ամենը կամած այսպես նայելով իրար հետ փորձում էինք ինչ որ ձևով դասակարգել, իհարկե իմանալով, որ հետագայում դա պետք է անցնի թանգարանի ուրեմն արխիվ ֆոնդեր եւ այդ վերաբերմունքը պատասխանատվության, որ մայրս ուներ, իհարկե ինձ փոխանցեց եւ ինքը միշտ էլ այդ ձևով շատ մեծ պատասխանատվությամբ կրում էր Սարյան ազգանունը եւ կարծում եմ արժանացավ դրան ոչ միայն որպես տան տնտեսուկի եւ օջախի պահապան, բայց նաեւ որպես անհատականություն, հայտնի երաժշտագետ, կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, այսինքն ինքն էլ իր հերթին հասավ այն բարձր գնահատականի եւ իր գործունեությամբ իհարկե որ կարող է անել կինը այնպես որ կարողանում էր այդ ամեն ինչը մեկտեղել իր շատ վառ անհատականության մեջ մի անգամ եւս անդրադառնալով Մարինա Գևորգյանի պատրաստված հաղորդմանը ասեմ որ այն ամբողջությամբ վերհուշ ծրագրում մենք մտադիր ենք ցուցադրել առաջիկա ժամանակահատվածում եւ կարծում եմ հերոստատողը նորից հաճելի հուշերով կդիտի այդ հաղորդումը։ Հիմա վերադառնանք արդեն մեր օրերը, դուք ինչպես ասացի, Սարյան տուն թանգարանի գլխավոր ֆոնդապահն եք, այսինքն բավականին մի հարուստ ֆոնդի գլխավոր պատասխանատուն։ Դժվար չէ։ Իհարկե դժվարություններ կան։ Մանավանդ որ վերջերս մենք ավելի ընդլայնեցինք ֆոնդերի տեսականին, մինչ այդ գործ ունենք հիմնականում Մարտիրոս Սարյանի
ստեղծագործությունների հետ, գեղանկար, գրաֆիկա եւ արդեն պետք էր տիրապետել ուրիշ գիտելիքների, որոնք կապված էին ուրիշ տեսակի ֆոնդերի հետ, որտեղ դա լուսանկարն է, որը նույնպես անհրաժեշտ է ճիշտ ձևով պահպանել, նկարագրել, հետո իհարկե փաստաթղթեր մեծ քանակությամբ, որոնք վկայություն են Սարյանի այս կամ այն կյանքի իրադարձության մասին, անշուշտ իր անձնական իրերը, նաև տունը այս պահին, քանի որ նույնպես մտավ ցուցադրության մեջ, տան մեջ ներկայացնում ենք թե կահույքը, թե ասենք սպասքը, դա այնպես որ շատ բազմազան է հիմա մեր ֆոնդերի այդպես տեսակները եւ դրա համար դա պետք է խորանալ այդ ամեն ինչի մեջ, մասնագիտանալ եւ նաեւ նշեմ, որ վերջերս մենք ստեղծեցինք նաեւ Ղազարոս Սարյանի ֆոնդը, այստեղ գրանցում ենք իր ձեռագրերը, նոտաները եւ նաեւ իր հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ եւ այլն։ Այնպես որ աշխատանքը միշտ պահանջում է ուշադրություն, գիտելիքներ, հմտություն եւ դա անսպառ է։ Դե ես կարծում եմ որ առաջիկայում բավականին հետաքրքիր ծրագրեր կան, որ թանգարանը պատրաստվում է կյանքի կոչելու եւ այդ ճանապարհին դուք իսկապես քիչ անելիք չունեք։ Այո, մանավանդ որ այս տարի հոբելյանական է։ Այդ մասին է ուզում Հայր եւ որդի Սարյանների համար 145 տարին է լրանում Մարտիրոս Սարյանի եւ 105 տարին Ղազարոս Սարյանի։ Սարյանի ծննդյան օրը փետրվարի վերջին արդեն մենք նշեցինք եւ թանգարանում բացվել է հրաշալի ցուցահանդես Սարյանի ջրանկարների եւ դա դեռ գործելու է, այնպես որ առիթ կա այցելել եւ տեսնել, դա մի հրաշալի շարք է, հիմնականում ներկայացված են հեքիաթներ, երազներ շարքի ջրաներկերը եւ մնացածն էլ այդ տեխնիկայով արված մի ուրիշ աշխարհ է, որտեղ Սարյանին մենք կարծես սովոր ենք միշտ տեսնել վառ գույներով, ավելի շատ տեմպերայի յուղաներկի տեխնիկայով, իսկ ջրաներկի Սարյանը իր ջրանկարներում մի առանձնահատուկ է, նուրբ, գեղեցիկ, եթերային եւ այդ տեխնիկան իրեն շատ օգնեց այն պահին, երբ բոլորին երիտասարդ էր 22-23 տարեկանում անցնելով ակադեմիական դպրոցը նա կտրուկ սկսեց ինքը իր ոճով աշխատել եւ հենց այդ ոճը առաջին հերթին դրսևորվեց ջրանկարներում եւ ինչ վերաբերվում է Ղազարոս Սարյանին, ապա ծրագրում ենք համագործակցել թե կոնսերվատորիայի հետ, թե գիտությունների ակադեմիայի հետ, թե սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպելով եւ գիտաժողով եւ համերգներ, այդպես մայիսի 10-ին նախատեսում ենք համերգ անել սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ պետք է հնչեն Ղազարոս Սարյանի գործերը այդ սիմֆոնիան, որը նաեւ մեծ տեղ ունի հաղորդման մեջ, որը այսօր հիշում ենք եւ կարծում եմ, որ սա մի գեղեցիկ առիթ է նորից հաղորդակցվել Ղազարոս Սարյանի ազնվական երաժշտության հետ։ Այո։ Ես իհարկե կարծում եմ մեր բարեկամությունը ձեզ հետ կշարունակվի, առաջիկայում կունենանք նոր հանդիպումներ։ Իսկ այսօրվա համար շնորհակալ եմ, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, դուք էլ համոզվեցիք, որ իսկապես մի հրաշալի անձնավորություն էր այսօր հյուրընկալվել Վերհուշ ծրագրի տաղավարում Չեքնախ Սոֆիա Սարյանը, ով մեզ հետ բաց էր, թափանցիկ եւ ամենակարևորը շատ անկեղծ։ Սոֆիա, ես ձեզ մաղթում եմ հաջողություն, կարծում եմ մոտ ապագայում առիթ կլինի նորից շփվելու։ Սիրով։ Դե լավատես մնացեք, եղեք առողջ ամենակարևորը եւ հավատացեք, որ վաղվա օրը իսկապես ավելի լավ է լինելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։